Պարոն Թորոսյան, իմ հարցը կապված է Դավիթ Սանասարյանի 7 տարի Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգում կռիվ տալու եւ ըստ էության արդարացվելու գործին։ Դուք այն անձն եք, որ կոնկրետ ձեզ տեղեկությունների մասով իրավապահներին Դավիթ Սանասարյանի մասով որոշակի տեղեկություններ եք տվել եւ առանձնացրել եք դեմ բառը, այսինքն դեմ ցուցմունք չեք տվել, այլ ձեզ հայտնի տեղեկությունները։ Պարզվեց ըստ էության, որ պարոն Թորոսյանի տեղեկությունները սուտ էին եւ Դավիթ Սանասարյանը արդարացվել է։ Չեք պատրաստվում ներողություն խնդրել Դավիթ Սանասարյանից այս պահին հրապարակային էկրանի առաջ։ Մարդը արդարացվել է դատարանում։ Վերջացրեցիք, խնդրում եմ չընդհատել պատասխանելիս։ Գործը հարուցվել է ժամանակին մեր կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա, այն ժամանակ պետական վերահսկողական ծառայության մի շարք աշխատակիցների կողմից իրենց ծառայողական լիազորությունները վերազանցելու կասկածով։ Այդ բոլոր աշխատակիցները ոչ արդարացման հիմքով իրենց գործերը կարճվել են, այսինքն ըստ էության նրանց մեղավորությունը ապացուցված է։ Ինչ վերաբերում է կոնկրետ Դավիթ Սանասարյանի մասնակցության այդ գործընթացներին, դա եղել է իրավապահ մարմինների գնահատականի հարցը, ոչ Արսեն Թորոսյանը, ոչ որևէ ցուցմունք տվող անձ, այդտեղ որևէ լիազորություն չունի եւ իրավապահ մարմիններն են որոշում այս կամ այն անձին մեղադրանք առաջադրեն, թե չառաջադրեն։ Դատարանն էլ որոշում է արդարացնել, թե մեղավոր ճանաչել եւ դատարանի վճիռը մեր բոլորի համար ըստ էության վերջնական ակտ է եւ այդքանով պետքա սահմանափակվենք։ Ես որևէ մեկին ոչ մեղադրանք եմ առաջադրել, ոչ տարել եմ։ Ուրեմն ես չեմ շարունակում, որտեղ դուք ընդհատեցիք ձեր տեղեկություններն են սուտ, իմ ոչ մի տեղեկություն սուտ չի եղել։ Այլ հարցեր կան, հարգելի գործընկերներ։